Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1201-րդ օրն է։ Չնայած այն փաստին, որ 3 շաբաթ էր Ռուսաստանում կարևոր օբյեկտները շարունակում էին անդադար այրվել, առանց հաշվի առնելու հանգստյան օրը, փորձում եմ հումորով սկսել եթերը։ Իսկ հիմա ավելի լուրջ, մեր լսարանը լավ է հիշում, երբ Վլադիվոստոկում պայթյուններից հետո ես ասացի, որ Ռուսաստանում այլևս ապահով տեղ չկա եւ պուտինյան ագրեսիային աջակցողները բրծում չեն ունենալու ուկրաինական ուժերի ձեռքից։ Դե անցած օրերի իրադարձությունները երևի արդեն բոլորի համար ավելի պարզ դարձրեցին իմ ասածը։ Եթե պուտինիստ եք, կպատժվեք եւ Ռուսաստանում չեք գտնի պատսպարվելու վայր։ Մինչ անատամ Ռուսաստանը փորձում է իր անզորությունից կատաղությունը թափել խաղաղ խարկովցիների կամ Ուկրաինայի այլ քաղաքների բնակիչների վրա, մեր զինված ուժերը Ուկրաինայի բանակը ոչնչացնում էին թշնամուն թե ռազմաճակատում, թե Ռուսաստանի տարածքում։ Շարքից հանելով պահեստներ, գործարաններ եւ բալիստիկ հրթիռների մեկնարկային կայաններ։ Ուկրաինայի հարավում պաշտպանության ուժերը հարված են հասցրել ռուսների երկաթուղային էշելոնին, որը տեղափոխում էր ռազմական տեխնիկա։ Հարվածի հետևանքով ոչնչացվել է ավելի քան 10 տանկ, հարյուրավոր այլ ռազմական տեխնիկա։ Ինֆորմացված ռուսների խոսքերով էշելոնը հարվածի է ենթարկվել Սարդոստային հատուկ օպերացիայի նման նորից դրոնների միջոցով։ Սրանց աչքին արդեն ամեն ինչ Սարդոստային է երևում, նկատել եք։ Մեր վախից կարող է սկսեն մաքրություն անել իրենց տանը։ Միևնույն ժամանակ ռուսական զորքերը, ինչպես զոմբիներ, ուրախությամբ հայտնում են, թե իբր գրավել են եւս 2 գյուղ Սումիի մարզում, չնայած ռազմական գիծը դինամիկ է եւ Սումիի մարզում գրող այդ զոմբիներին չի անհանգստացնում, որ իրենց զինակիցները Կուրսկի եւ Բելգրադի մարզում ծանր իրավիճակում են։ Թվում է Պուտինին շատ է պետք գեղեցիկ կադրեր, երևի թե Թրամփի համար, վերջինս դեռ հավատում է Պուտինին, թե իբր նա հզոր միջուկային տերության առաջնորդ է։ Ամերիկյան մեդիան հայտնում է, որ անկախ Թրամփի հրապարակային ռետորաբանությանը, իրականում նոր կամ հին ու նոր նախագահը շատ զայրացած է ուկրաինական Սարդոստային օպերացիայի պատճառով։ Դե հասկանալի է, հիմա ամբողջ աշխարհը տեսավ, որ նրա սիրելի Կրեմլի դիկտատորը, Կրեմլի կոլոտը ընդհանրապես անօգուտ մի ոչնչություն է, որը փորձում էր իրեն լուրջ երկրի, լուրջ ղեկավարի պես ներկայացնել։ Ակնհայտ է, որ սա Թրամփի պլանների մեջ չէր մտնում, բայց չշեղենք նրան, նա հիմա զբաղված է լուրջ գործով, լուրջ բառը իհարկե չակերտների մեջ, բոլոր դաշնակիցի երկրներին խնդիրներ առաջացնելուց ու Ամերիկայի թշնամիներին ողջևորելուց հետո Թրամփը հիմա վեճի մեջ է մտել մի մարդու հետ, ով փաստացի երկրորդ անգամ նրան դարձրել է նախագահ, խոսքը Իլոն Մասկի մասին է։ Վլադիմիր Զելենսկին իմիջիայլոց պատասխանեց Դոնալդ Թրամփին նրա այն համեմատությանը, թե իբր Ռուսաստանը եւ Ուկրաինան 2 երեխա են, որոնք կռվում են խաղահրապարակում։ Պուտինը եւ ես երեխաներ չենք խաղահրապարակում։ Նա մարդասպան է, որը եկել է սպանելու երեխաներին։ Սա պատերազմ է, ոչ թե խաղ, ասել է Զելենսկին։ Ոչ ոք, այդ թվում Թրամփը կամ որևէ մեկը Ուկրաինայի սահմաններից դուրս չի կարողանում ամբողջությամբ հասկանալ այն ցավը, որ ամեն օր ապրում են ուկրաինացիները, ասել է Ուկրաինայի նախագահը։ Բայց շատ ժամանակ չծախսենք Թրամփի մասին խոսելով, ուկրաինական ուժերի հմուտ գործողությունների շնորհիվ նախորդային Ռուսաստանի տարածքում շարունակում էին հարվածների ենթարկվել եւ այրվել ռազմական օբյեկտներ կամ այն գործարանները, որոնք սպասարկում են ռուսական բանակին, մասնավորապես հարվածների եւ հրդեհների մասին հաղորդվել է Մոսկվայի եւ Տուլայի մարզերում, ուկրաինական դրոնները գործել են նաև Կալուգայի, Տամբովի, Ռիազանի, Նիժնի Նովգրադի եւ Կուրսկի մարզերում։ Մեր տելեգրամյան ալիքի բաժանորդները արդեն տեսել են բազում հաճելի եւ ոգևորող կադրեր։ Իդեպ եւս մեկ թեմա, որը զարմանալիորեն հետաքրքրել էր որոշ մեր հետևորդներին, թեման կապված էր ռուսական ապատեղեկատվության հետ, իբր տեղի չունեցած մարմինների փոխանակման վերաբերյալ։ Ուկրաինայի ռազմագերիների հարցով համակարգող շտաբը նշել է, որ Ռուսաստանը մանիպուլացնում է շատ զգայուն թեմաների շուրջ։ Ռուսական կողմի պնդումները, թե իբր Ուկրաինան հետաձգել է շաբաթվա վերջին նախատեսված ռազմագերիների փոխանակումը, ինչպես նաև մարմինների հայրենադարձումը, չեն համապատասխանում իրականությանը։ Ուկրաինական շտաբը ընդգծել է, որ այո, եղել է պայմանավորվածություն մարմինների փոխանակման շուրջ, բայց առանց հստակեցված ամսաթվի։ Ամսաթիվը համաձայնացված չէր։ Փոխանակման գործընթացի համաձայնացված մեխանիզմի փոխարեն ռուսական կողմը դիմեց միակողմանի գործողությունների, որոնք չէին համաձայնեցված համատեղ ձևաչափով ուկրաինական կողմի հետ։ Նշվում է Ուկրաինայի
Ուկրաինայի պատկան մարմինների հայտարարության մեջ։ Բացի այդ, շեշտվում է, կառուցողական երկխոսության փոխարեն մենք կրկին բախվում ենք ռուսական մանիպուլյացիաների հետ եւ ռուսական ռոպագանդայի կողմից հումանիտար զգայուն թեմաների օգտագործմամբ տեղեկատվական նպատակներով։ Իսկ ինձ զարմացրեցին որոշ մարդիկ, ովքեր մեկնաբանություններում խնդրում էին արձագանքել ռուսական այդ ապատեղեկատվությանը։ Ես կարծում եմ, որ դրանք ռուսական FSB-ի ֆեյքեր էին, թե չէ ինչու հանկարծ ինչ որ մեկը ուզում էր հասկանալ Զելենսկու մի արարք, որը մեր նախագահը պարզապես չէր արել։ Նրանց ովքեր չեն հասկանում, հիմա նորից եմ ասում, հստակ իմ երկրում պատերազմ է եւ ցանկացած կասկածելի մեկնաբանություն արգելափակվելու է։ Ես նման հարցերը չեմ ընկալում որպես անմեղ կարծիքներ, այլ ընկալում եմ որպես ռուսական ռոպագանդայի տարածում իմ եթերների տակ մեկնաբանություններում մեր լսարանին մոլորեցնելու համար։ Մենք պարտավոր չենք որևէ բան ապացուցելու թշնամուն, ինչ որ պետք է ապացուցվում է մարտի դաշտ։ Իսկ ովքեր թշնամի չեն, այդպիսի հարցեր չեն տալիս։ Եվս մեկ կարևոր թեմա, ինչ Թրամփը դանդաղում է եւ չի փոխանցում կամ չի վաճառում ամերիկյան հոп համակարգեր Ուկրաինային, եվրոպական զենքը ավելի շատ է զբաղեցնում ամերիկյան զենքի տեղը։ Գերմանիայի կողմից վերջերս փոխանցված Iris-T հոп համակարգը հիանալի արդյունք ցույց տվեց Ուկրաինայի վրա Ռուսաստանի հերթական հարձակումներից մեկի ժամանակ։ Համակարգը հաջողությամբ 30 վայրկյանում ոչնչացրել է թշնամու 8 թևավոր հրթիռ։ Iris-T համակարգը կարող է միաժամանակ կրակել բազմաթիվ թիրախների վրա, ինչը թույլ է տալիս արդյունավետ պաշտպանություն ապահովել թշնամու զանգվածային հարձակումների ժամանակ։ Հրթիռային արձակիչը հագեցած է 8 զենիթային կառավարվող հրթիռներով, որը շատ արդյունավետ խոցում է ռուսական հրթիռները։ Եթե Թրամփը շարունակի նույն ոգով, նա ուժեղ հարված կհասցնի ամերիկյան զենքի արտադրողների շահերին։ Մի կողմից նրա վարչակազմը խոսում է իբր փորձերի մասին վերադարձնել ամերիկյան արտադրությունը երկիր, իսկ մյուս կողմից խախտում է կարևոր արդյունաբերական ոլորտի շահերը, որտեղ ամերիկյան արտադրությունը իրոք առաջատար դեր էր խաղում։ Օրերս նախագահ Զելենսկին նորից հիշեցրեց Ամերիկայի նախագահին, որ եթե չեն ուզում պարզապես փոխանցել որպես օգնություն, հոբ միջոցները կարող են վաճառել։ Ուկրաինան դրա համար առանձնացրել է $70 միլիարդ, որպեսզի գնի։ Եթե Ամերիկան չվաճառի, պարզավոր գնելու ենք այլ տեղերից, դե դա կլինի Թրամփի որոշումը։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Մինչ Մոսկվան բողոքում է ուկրաինական դրոններից, ուկրաինական անօդաչու համակարգերը ընդլայնում են իրենց գործողությունների աշխարհագրությունը եւ խոցում կարևոր թիրախներ։ Երեք Մոսկվայի մերձակայքում, արդեն ասացի, մեր հարձակման է ենթարկվել վառելիքի պահեստը։ Բարի դրոնները շարունակում են մոտենալ որոշումներ ընդունող կենտրոնին, ճանապարհին ոչնչացնելով օրինական թիրախները։ Ռուսներն էին չէ ուզում հարվածել որոշումներ ընդունող կենտրոնին։ Դա հիմա օղակը սեղմվում է Կրեմլի շուրջ։ Շաբաթ օրը դարձավ հերթական անհաջող Պուտինի ռեժիմի համար։ Դրոնները շարունակում են խոցել օբյեկտներ Ռուսաստանի տարածքում, այս անգամ հրդեհեր բռնկվել վառելիքի եւ քսայուղերի պահեստում Մոսկվայի մերձակա Պուշկինո քաղաքում, չնայած Տուլայի մարզի գործարանի խոցումն էլ պակասը չէր։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 193 մարտական բախում, մարտերը ընթանում են 12 ուղղություններով, ուկրաինական զորքերը հարվածել են թշնամու անձնակազմի զենքի եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 17 տարածքների, մարտերը շարունակվում են նաեւ Կուրսկի ուղղությամբ, վերջին 1 օրվա ընթացքում այս տեղամասում տեղի ունեցել 31 զինված բախում, վերջին 24 ժամվա ընթացքում ռուսները Ուկրաինայի դեմ մարտերում կորցրել են 1120 զինվոր, Ուկրաինայի զինված ուժերը նաեւ ոչնչացրել են թշնամու 377 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ 22 թվականի փետրվարի 24-ից մինչև այսօր թշնամու ընդհանուր մարտական կորուստները կազմում են մոտավորապես 996,150 զավթիչ։ Այսօրվա համար այսքանը, հանգստյան օրով չի ուզենա շատ ձեր ժամանակը խլել։ Շատ շնորհակալ եմ ձեր օգնության, լայքերի, մեր եթերների տարածման համար եւ ալիքին բաժանորդագրվելու համար։ Հատկապես խնդրում եմ չմոռանալ բաժանորդագրվել նոր ալիքին։ Հիշեցնեմ, երկու ալիքներն էլ աշխատում են զուգահեռ, իսկ մեր Telegram-յան ալիքում լուրերը օրը 24 ժամ են ներկայացվում։ Մաղթում եմ ձեզ հաճելի երեկո, կհանդիպենք։